Ուրեմն սկսենք աղոթքով աննոր եւ որդուի ոգնի սուպամեն արմեր ուրելգենսիաս սուրբ յայցանունկո եկեսի արկայությունկո յայցին գամկո որպես երգենս եւ երգրի ըսած մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ վարդիս մեր որպես եմեք թող մերոց պարդամանած եւ մի դաներ զմեզի փորձություն արբրգյազ մեջ չարե զիկո արկայություն եւ զորություն եւ պարկավիդյանս ամեն Ողջույն քեզ Մարիամ, միշնորհող Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդո, որովայնի քո Հիսուս։ Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսյավասն մեր մեղավորացս, այժմ եւ իժամում անմերո ամեն։ Փառքոր եւ որդու եւ ոգուն սրբո, այժմ իշավիտյանս հայդենից ամեն։ Տակուի մաստության աղաչյավասն մեր։ Ուրեմն լինելով երեքշաբթի, շուշտ մենք գրոնակիդությունն է, որ հետևում ենք, այսինքն յուկատն է, ուրպատորերը աստվածաշունչը։ Չեմ գիտեր, գարտացիք, չի գարտացիք, պիտի գարտակ, պիտի չի գարտակ, իրապես չեմ հասկանում։ Կարդում ենք, կարդում, հայր Անտոն։ Շատ հետաքրքիր է։ Իհարկե, մի տեսակ ավելի իրոք մալադյոժնի է գրած։ Կարծես ստատուսներ լինեն Facebook-ում դրած։ Կարճ հակիրճ ու բավականին խորը մտքեր արտահայտած։ Բայց որ ասեք ինչ ես կարդացել, դա այդ ձևի ստատուսները չեն մնում։ Ուղեղումդ որ կարդում ես, հաճելի է լինում ու անցնում ես առաջ։ Ну Սկանա։ Ուրեմն բացատրությունը եւս, եթե մեկ շաբաթ վերջ հարցնեմ, նորեն դիզեք որ հա հասկացանք շատ լավ, բայց չեմ գնալ հիշել։ Այդ ձև է ստացվում, այդպես է։ Այդպես է, ինֆորմացիան այս աշխարհում շատ է։ Բավականին բան ենք կարդում, հետաքրքրվում, ուզում ենք, որ մնա չի մնում ուղեղներիս մեջ, դառնում է։ Ոյեցավ կարող եք առաջարկել։ Չէ, իմ մոտ ես արդեն ահագին տարիք ունեմ։ Իմ մոտ եթե ինչ-որ մի բան, այդ ասենք այդքան խոսացած միջից ինչ-որ մի բան, զացեպկա են ասում ռուսները, կպնում է, այդ դա մնում է, որովհետև այդ եթե իմ մոտ մտավ, ես դա խորանում եմ։ Ուրիշ տեղեր եմ փնտրում, այդ ձևով մնում է։ Իսկ այն ինչ որ հաճելի է իմ քիմքին լսում եմ շատ մեծ հաճույքով լսում եմ, հետո նկատում եմ, որ եթե հարցնեք պատասխանները չեմ կարողանա տալ։ Դու կարծում ես, որ որոշ տարիք ունես, ինչ ես, ես ինչ եմ։ Դուք ֆենոմեն եք, վարդապետ։ Ինչ ֆենոմեն, ինձ իպամ մի բատ մեկ, հա։ Չէ, իրոք ես չգիտեմ մյուս ջահելները ինչպես են։ Իմ մոտ ես օրինակ սաղմոսները ստացվում է սովորել, բայց մի ասենք 20 օր նույն բանը կրկնելով ստացվում է, բայց այդ այն ինչ որ կարդում եմ շուտ է հեռանում մտքիցս, չի մնում։ Իրականության մեջ պատասխանը բարձ է, բայց հեշտ չէ։ Պատասխանը հեշտ է, պատասխանը բարձ է, գսեմ, որովհետև ամեն տարիքի սորվելու բանը իրականությունը նույնն է։ Մարդը ինչպես կսովորի։ Կսովորի հոն բազա տնելով եւ այդ բազային վրա կշինե։ Մեր ցանկի առաջին տարիներին մենք կարող ենք 100 տարբեր բազաներ ունենալ եւ այդ 100 տարբեր բազաների վրա շինել։ Եվ որ սկսենք մաթեմատիկա սովորել, մաթեմատիկայի վրա բազաները կշինենք
եւ եթե առաջ երթանք ալգորիթմ ալգավերցնենք վրան ամեն ինչ ալգավերցնենք եթե պատմությունը նույն ձևով եթե աշխարհակրությունը նույն ձևով եթե լեզու է բարաբաշարը նույն ձևով եւ հետո որոշ տարիքի երբ որ գանք այդ մեր բարաբաշարը կարող ենք ավելացնել բայց կավելացնենք մեր բարաբաշարը հիմնվելով այդ ինչ որ մենք ունենք անոր հետը կգաբենք նորերը եթե ոչ այդ բարերը որ գուքան չեն մնալի կան հետանան ուրեմն ասկե մեկ ամիս առաջ էր 8 տարեկան դողո հետ մենք ավտոյի մեջ էինք եւ Վասիկ բան խցանգար եւ ինքը ռուսերեն բառը կործածեց խցանին եւ իրենց վրանիկա ինչ է ինչեւիցե հոնիոները բացադրեցին եւ ասին որ խցան է ուրեմն այդ օրվան է սկսյալ երբ երեք շաբաթ եղավ չէ եւ ամեն անգամ որ պետք է լա այդ տղան այլևս հայրենը կործածե սա ինձ շատ հետաքրքրում է որովհետեւ մյուս կողմեն մի բառ որ շատ կործածեր որ է բաղբաղագին ռուսերենը երբ որ իրեն 3-4 անգամ ասեցի բաղբաղակ էլի մեկ վերադառնում էր եւ ռուսերեն կործածում էր որովհետեւ այդ բառը չափազանց շատ կործած էր բայց խցանը չէր կործածած երբ 3 անգամ կործածած էր միայն անոր համար կարողացավ հեշտությամբ փոխել սա մեզի շատ բան կսորվեցնե երբ որ մտածելու լինենք այս իրականության մասին որ մեր սորվածը պետք է հիմնվի ուրիշ բանի վրա եւ գիտնականները անոնք որ ուսումնասիրած են այս ամենը ասում են որ մինչեւ 25 տարեկանը մենք նոր խաղապարներ կարողանում ենք ունենալ եւ նոր բաներ կարող ենք շինել մեր մտքի մեջ իսկ հետո ինչպես բացատրեմ նաեւ բանի միջոցով լեգոյի միջոցով լեգոն մեկ դեսակ չէ մի քանի դեսակ է բայց երբ որ մեկ դեսակին վարժվիս այդ լեգոն այլևս ահակին տարբեր բաներ եթե շատ գդորներ ունիս ահակին շատ տարբեր բաներ գնաս շինել բայց ուրիշ դեսակ կա որ անոր չես վարժված ուրեմն երբ որ անգեմ մի բան գուկամ չես կրնար հեշտությամբ անիկա անտոնիլ եւ 25-ին վերջի չափազանց դժվար է այլ ինչ որ մենք ունենք այդ ամենը մեր մեծ լեգոն է մինչև 25 տարեկանը եւ այդ լեգոյին հետը հակին նորություններ կշինենք եւ նույնիսկ կարծում ենք որ սա նոր խաղապարներ է որ մենք կարողանում ենք հղիանալ բայց ոչ մենք մեր լեգոները տարբեր ծևերով իրար հետ կապում ենք եւ տարբեր գեղեցիկ բաներ ունենում ենք անշուշտ Ուսամ որ մտածել գուտա այս ամենը երբ որ գիտենանք մենք ինչպես սովորում ենք մեկ կողմեն երիտասարդներին պիտի քաչալերենք որ իրենք գրսանտին շատ կարտալ եւ կարտալով մենք շատ ավելի բաներ սովորենք քան թե դիտելով քան թե լսելով որովհետեւ կարտալը մանավանդ լսելը շատ ավելի բան չէ դիտելը շատ ավելի քիչ սովորենք որովհետեւ կարտալը մեր մտքին մեջը գստիպե որ մենք պատկերներ շինենք իսկ երբ որ դիտում ես ոչ մեկ պատկեր չես կրնար շինել քեզի ամեն պատկերները դալիս է
Երիտասարդությունը զրկվեց այդ կարդալու կուլտուրայից։ Հիմա նույնիսկ գրքերը լրիվ աուդիո են արած։ Դնում ականջներին լսում են։ Մենք թերևս վերջի սերունդն ենք, որ կարողացանք վայելել այդ ամեն ինչը պատկերացումները մտքերից մեջ ունենալ։ Մի հավատար։ Այսօր հակին քիրքեր վաճառվում են։ Մանավանդ երեխաների համար։ Հիմա այդ 8 տարեկան երեխան, որի մասին խոսում եմ, այնքան կսիրե կարդալ, չէ՞ կրնալ երևակայել։ Ինչ որ քիրք տաս իրեն, 2-3 օրեն կվերջացնե։ Նարնիայի պատմությունները իրեն դվինք եւ քանի հատ գիտեմ որ կարդաց, չեմ գիտեր եթե ամենը վերջացուց կամ ոչ, բայց մեծ սիրով կարդում էր եւ ուրիշ քիրքեր եւս գսիրե կարդալ եւ գսիրե եւ սկիզբեն գսիրեր որ իրեն կարդային եւ սա լսելը սիրել լսել ինտերցումը սա բոլոր երեխաներում մոտ կա եւ նաեւ ուրիշ մի բան որ ամենից նախ գիտե կամ նույնիսկ եթե չգիտե փորձառությունը ունեցած է եւ որ նույն պատմությունը կգարտաս երկու անգամ երրորդ անգամ փորձե մեկ բառ փոխել չես կրնա ես չի այդպես չէ ինքը կարդալ չգիտեր մի հալստած է Այո, ճիշտ է։ Ծեր է։ այդպես չէ նույնիսկ գիտեմ մի մայր որ որոշ բարեր որ դուք եղեն կփոխե եւ որովհետեւ դարբեր ծևով ամեն անգամ միտք ու կա որ փոխե երեխան իրեն գսել չի ասպես չէ նույնիսկ եթե ինքը չհիշե այդ բարը թե ինչ պետք է լավ բայց գիտե որ սխալ է ինչ է Կանք հիմա մենք մեր յուկատին առաջին մասին վերջավորության մենք խոսում ենք հավատքի մասին հավատքը ուրեմն միաժամանակ անձնական մի բան է բայց հավատքը մերը չէ եւ պետք է նորեն եւ նորեն գտնեմ որովհետեւ հանդիպել եմ շատ մարդկանց որ ասում են որ իրենք եկեղեցու կարիք չունի իրենք հավատում են եւ հավատքը իրենց եւ իրենց Աստծո միջեւ մի բան է բայց ոչ սա ամբողջովին սխալ է եւ հոնդեղը ասոր մասին գուզեմ որ երկար մտածեք եւ լավ աշխատեք հասկանալ մենք որևէ մի բանի մասին նաեւ հավատքի մասին ահագին դեղեցություններ կրնանք հավաքել եւ գիտնականները կարող են կալ այդ եզրակացության որ այս ամբողջ եզրակը ասված է որ ստեղծած է եւ կարող են գիտենալ որ աշխարհի քերծությունը աշխարհի ճշգրտությունը այդ ամենը մեզի համար փաստ է որ ասված գոյություն ունի բայց Աստծո մասին այս ամեն մեզի ոչինչ չի ասում ինչի պետք ունենք որ մենք գիտենանք հաղորդակցություն եւ դրա համար Աստված իր հաղորդակցությամբ մեզի հայտնում է իր ինքնությունը եւ սա որքան կարեւոր է որ մենք հասկանանք այս ճշմարտությունը դուք կարող եք շատ բաներ փորձել գիտենալ իմ պատմությանս մասին իմ անցյալի մասին ամենը
իմ կարողությունների մասին, բայց դուք ինձ չեք կարող ճանչնալ, մինչև որ ես չխոսիմ, մինչև որ ես չսեմ։ Եթե ոչինչ չեմ ասել, ոչինչ ոչ մեկը չի հասկանար։ Եվ մենք շատ լավ գիտենք, որ երբ որ միայն նայում ենք մեգումը եւ նայում ենք իր արարքները եւս, մենք չափազանց հաջող մենք սխալ եզրակացություն ունենք։ Եվ սրա համար Հիսուս ասում է, մի տադեր։ Այո, չպիտի տադենք, որովհետև չենք գիտեր թրտաբաճարները մտածելակերպ, այդ ամենը չենք գիտեր։ Նույն ձևով մեր հավատքն է։ Մենք չենք կարող, ոչ մեկը չի կարող ճանաչել Աստծուն առանց եկեղեցուն, որտեղ եկեղեցին է, որ մեզ տալիս է այդ ամենը։ Եվ ինչու գսեմ եկեղեցին է։ Եկեղեցին առաջ Աստված իրեն հայտնեց, անշուշտ։ Հինգ դագարանին մեջ տեսնում ենք շատ սկիզբը բաներ կանոն տեղը, որքան կարևոր են եւ այդ ինչ որ հոնդեսնում ենք ոչ թե հինցած է եւ կտապենք եւ ուրիշը կպնենք, ոչ, այդ ամենի վրա հիմնում ենք եւ շինարարությունը անորոշ է, որ տեղի է ունենում, ինչ որ կար, նշանակվում է եւ երբ որ կտեսնենք, երբ որ ուսումնասիրենք այդ ամեն 5 դագարանը Աստծո խոսքը, որ ուղղված է մարդուն, եւ ինչ որ այդ մարգարեները, Մովսեսը եւ ուրիշները մեզ դվեցին, տեսնում ենք այդ ամենի մեջ այնքան ոչ միայն քեղեցկություն, այլ ճշմարտություն, որ մինչև այսօր նույնն է ճշմարտությունը չի փոխվել, բայց այդ ճշմարտությունը մեզ դրված է եկեղեցու կողմից, որովհետև երբ որ խոսում ենք քրությունների մասին, Հիսուսեն հետո ահագին քրություններ կային, բայց եկեղեցին է որ որոշեց, որ մենք քրությունները պիտի առնենք եւ որ մենք քրությունները պիտի թափենք։ Եվ 1500 տարի մենք շատ լավ ապրում ենք այդ ամենի հետ, մինչև որ եկավ մի անձնավորություն Մարտին Լութեր եւ 10% Աստվածաշունչին տապեց։ Որովհետեւ իր խաղապարներին հետը իր խաղապարներին համացանչեր այդ խաղապարներին։ Ուրեմն եւ նաեւ պետք է փնտրել մի բաժար թե ինչու ինքը ասկիրքերն է որ կտապե եւ ոչ թե ուրիշները։ Կար ուրիշ քիրքեր, որ գուզեր տապել, բայց այդ քիրքերի համար չի կարողացավ բաժար գտնել։ Հանկարծ մեջ ինքն է որ տապվելի կապրանք է եւ որ գնայինք իրեն ամբողջ կյանքը եւ այսօր 500 տարի է որ եւ գիտենք որ այդ բոլոր իրեն հետևողները մեջանի շատ լավացի կան, բայց սխալողություն է։ Եվ այդ ուղղությունը ոչ թե նույն ուղղությունն է կամ նույն սորվեցածն է բանին Մարտին Լութերին, այլ փոխվեցավ։ Որտեղ Մարտին Լութերը շատ մեծ հարկանք ուներ Աստծամոր հանդեպ։ Մարտին Լութերը հավատում էր, որ Հիսուս ներկա է Սուրբ Հաղորդման մեջ։ Բայց այսօր լութերականները չեն հավատալ։ Քսան որ սա մի նշան է։ Ուրեմն, երբ որ ասիկա պատմում է, ասիկա նորեն ցույց տալու համար, որ եկեղեցին է, որ մեզի դալիս է ճշմարտությունը, եկեղեցին է, որ մեզ դալիս է հավատքը։ Մեզանից ոչ մեկը կատարյալ հավատք չունի, բայց ամբողջ եկեղեցին այդ ժամանակ է, որ եկեղեցին հավատքը կատարյալ է։ Եվ որքան էլ կատարյալ է, բայց եւ այնպես մինչև վերջը պիտի ուսումնասիրե եւ որ նոր խնդիրներ առաջանում են,
պետք է ամեն նոր խնդիրներին պատասխան գտնի։ Ինչպես այսօր այդ վիրահատությունները, որ դեղի են ունենում եւ որքանով մենք կարող ենք մարդկանց ռիսկի թիմել, որպեսզի մեկը որ երգամունքի պետք ունի եւ ուրիշը երգամունքը դա եկեցին ինքը խոսքը ունի ասոր մեջը եւ նաեւ ամեն ինչը որ բժշկության հետ կապված է եւ մեծ խնդիրը որ կա որ հագապեղմնավորման այդ ուսմունքը այսօր շատ երկար ժամանակ այդ ամենը ուսումնասիրվեց եւ որ նույնիսկ Ռոմի բաբը խոսեց 1968-ին այդ նյութի շուրջ մարդիկ չուզեցին հասկանալ ոչ միայն բարձ մարդիկ աշխարհականներ այլ նաեւ վարդապետներ, սրբազաններ, կարդինալներ հակառակ էին ինչ որ քահանայապետը սորվեցնում էր բայց սա 1968-218-ին 50 տարի հետո ասկե 7 տարի առաջ երբ որ 50-ամյակը տոնվում էր արդեն հիմա շատ ավելի մանավանդ եպիսկոպոսներ, սրբան կարդինալներ այլևս եւ նաեւ աշխարհական մանավանդ աշխարհական աստվածապաններ որքան գնահատում են 1968-ի Ռոմի բաբի Պողոս 6-րդի կրությունը եւ այդ կրությունը ջանցված է որպես human vitae մարդկային կյանքը մենք տարկմանած ենք անիկա շատ երկար չէ բայց չափազանց քեղեցիկ եւ չափազանց մտածելու դեղ ուտա այդ ամեն ընտանիքի մեջը եւ ընտանիքեն դուրս սերային հարաբերության մասին է այդ ամենը ինչեւից է ուրեմն եկեղեցին է որ կարող է մեզի սովորեցնել նավակույնը ուրեմն եւ օրինակ որ դվի հadoop նպատակով որ այսինքն նույնիսկ եթե հոն լիկը կարդինալներ սրբազանները լան չի նշանակել որ պիտի կվեից նենք եւ տեսնենք որ որը ավելի շատ է գողմը կամ հակառակը աչերով չէ ճշմարտությունը մեկ է եւ եկեղեցին է որ ունի ճշմարտությունը Ամեն Վարդապետ ջան, իսկ որ ասում է ես ձեզ ընտրեցի ոչ թե դուք ինձ եւ ասում է միտեղ էլ որ հավատը միայն Աստծուց է այսինքն դրա հակառակ կողմն էլ կարող է մարդը մտածել ես ինչ անեմ որ հավատ չկա իմ մեջ Աստված չի կանչել ինձ կամ չի տվել ինձ այդ հավատը դրա համար էլ չունեմ այդ հարցումին կամ այդ մտածելակերպին պատասխանը բարձ է Սուրբ Հակոբոս ասում է խնդրեցեք եւ կդրվի ձեզ մանավանդ հավատքը անոնք որ հավատքը խնդրում են անպայման կստանան եթե այսօր չստանա մեկ շաբաթ հետո մեկ ամիս հետո մեկ տարի հետո 5 տարի հետո անպայման կստանա եթե խնդրում է ուրեմն ասենք որ ես հավատ չունիմ չեմ կարող հավատալ եւ հոնդերը ասկեր ասել եմ նորեն կգտնեմ ասելով որ ամենաառաջինը որ այդանց որ ասում է որ ես հավատ չունիմ ես չեմ կարող հավատալ հարցումը որ պիտի դամ եւ դվել եմ շատերին ասելով որ եթե հավատաս կյանքիդ մեջը բաներ կա որ պետք է փոխես եթե բաներ կա որ պիտի փոխես ուրեմն ում բաճարը որ դու չես հավատում եւ չես կարողանում հավատալ այդ քո կյանքդ է որ սխալ է այսինքն հավատը աշխատանք է
Եմ ոչ միայն պարգև, այլ ավելի շուտ աշխատանք է։ Պետք է աշխատես, որ բացվի քո մեջ, հա։ Ձև է ստացվում։ Չէ, պիտի աշխատես։ Այլ դες, իմ ասածս շիդակ հասկացեք։ Երբ որ ասում եմ, որ երբ որ մեկում հարցնում եմ, եթե հավատաս կյանքդ պիտի փոխվի, այսինքն երբ որ մեկը ապրում է ուրիշ ամուսնուն հետ կամ տղամարդ ապրում է ուրիշին գնոջ հետ, եթե հավատա, այլևս պիտի ընդունի, որ իրեն ռազը սխալ է։ Կամ մեկը որ կաշարագեր է, կաշարագերությամբ է եւ կորումպացվածությամբ է, որ ապրում է, գրնա ինքը հավատքություն ունենալ, բայց նաև ճուզեր ունենալ, որովհետև եթե ունենա, այլևս դարբերցվող պիտի վարվի, չէ՞։ Եվ մյուս անձը, որ բանը մեծ խնդիր ունեցած է եւ գուզե իր ողը լուծել, երբ որ ասեսակ խնդիրներ կան, այդ խնդիրներն են, որ բանը արկել կանտիսանա, որ մեկը կարողանա հավատք ստանալ։ Եթե ոչ մեկը բարի կյանք է ապրում, եւ ես Հայաստանի մեջ հանդիպեցի այդպեսի անձիմը, որ ինքը բարի կյանք էր ապրում, եւ վերջո, եւ ինքը ասեց, հայրենտոն ասեց, ես ցանկանում եմ հավատալ, բայց չեմ կարող։ Ինքը մաթեմատիկոս էր։ Եվ իր կյանքի վերջին 7-8 տարիներին ինքը հավատքի եկավ, բայց իր կյանքը մաքուր կյանք էր։ Համալսարանի դասախոս էր եւ ոյևէ ցևով խարտախություն, կորումպացվածություն, տրամ առնել աշակերտներն չկա։ Եվ այդ բան օրերին, մութ օրերին Հայաստանի 90-ական թվականի իրեն հետ ես մութ օրերին առաջ էլ իրեն հանդիպեցի, որովհետև գերտայգու կայ Հայաստան, եւ մութ օրերին վեճ օրերին հանդիպեցի, ասես որ 4 ամիս մեր դոնը ճուր եւ հաց, ուրիշ բան չմտավ։ Բայց հանդե ագար ուրիշ մեկը, որ անյալ դասախոս էր, շատ լավ կյանք էր ապրում։ Կորումպացվածություն։ Բայց ինքը, որովհետև մաքուր կյանք էր ապրում եւ բամը չկար փոխելու իր կյանքին մեջ, բայց ինքն ակոդրված է, շուշ մեր բոլորի պես կոդրված է, բայց երբ որ կփախտades եւ կտեսնես, որ ինքը եւ ընտանեկան սրբության մեջ է եւ ամեն ձեւով ինքը բանը նորմալ լավ կյանք է ապրում, ուրեմն ասած իրեն դվավ այդ շնորհքը, ինքը աշխատեց այդ դա ունենալ համար, աշխատանքով չի որ ինքը ունեցավ, ինքը ապրեց իր կյանքը եւ ցանկացավ ունենալ հավատքը եւ նաեւ երկու վարդապետների հարաբերությունը իր հետը, երկու կաթողիկե վարդապետների հարաբերությունը իր հետը անշուշտ օգնեց իրեն, որ իր կարծիքը կանանների մասին ամբողջովին փոխվեց, եկեղեցու մասին իր կարծիքը ամբողջովին փոխվեց, եւ ավելի սկսավ ցանկանալ ունենալ այդ հավատը, չաշխատեց։ Հավատքը շնորհք է, շնորհքը նշանակե վարձատրություն չէ։ Որովհետև երբ որ գսես աշխատանք է եւ աշխատանքով մեկը հավատք ունենա, այդ ժամանակ վարձատրություն կլա։ Բայց մեկ անգամ որ հավատք ունիս եւ աշխատիս, ահագին աշխատիս, որ քո հավատքը ունեցած հավատքը հիմնված լինի ճշմարտության վրա եւ հասկանաս ճշմարտությունը։ Այսօր լսում էի մի լութերանական բադվելի, որ խոսում էր։ Ասում էր, որ ես
այդպիսի միջավայրի մեջ էի, որ մենք դեսնում էինք կաթողիկե եկեղեցին որպես մի գրաբաշտություն եւ Հռոմի բաբը որպես բանը ները որ պիտի կա։ Բայց հետո սկսա մտածել, որ ինչու չեմ գարտար։ Եվ սկսեցի գարտալ եկեղեցու հայրերը առաջին 2-3 տարերի եկեղեցու հայրերը։ Որքան գարտացի, տեսա, որ միակ եկեղեցին, որ այդ ամենը բահում է մինչև այսօր, կաթողիկ եկեղեցին է։ Եվ այշուշտ ավասիկ, որովհետև ինքը հավատք ունի եւ գուզե ճշմարիտ հավատք ունենալ, կնդրդուկի մեջ է, աշխատում է եւ հասնում է կաթողիկի հավատքին։ Բայց ինքը հավատք ուներ, հավատքը սրիապար դրվեց իրեն։ Բայց կաթողիկյան յություն հասնելու համար պետք է հակին աշխատեր։ Աշխատանքով է, որ ինքը այնտեղ հասավ։ Եվ այսօր հազարեն ավելի փոխական պատվերիներ Միացյալ Նահանգների մեջը, ինչպես այլ Ֆրանսիայի մեջը, դեպի կաթողիկե հավատքը եկան։ Եվ այսօր բանի մեջը, անկլիո մեջը, բանկա, որ անկլիո այդ փոխականությունը ամբողջությամբ համարյա կարող է ամբողջովին ցուլվի։ Եվ այդ ցուլվելու համար եւ ասում մեծամասնությունը կաթողիկե պիտի դառնան շատ տարբեր պատճառներ ունին։ Պատճառներն մեկը այն է, որ այսօր մարդիկ շատ ավելի զարգացած են եւ չեն գնալ հասկանալ, որ ինչպես Տակոհին առաջ եւ հիմա կալ Տակավորը ինքը եկեղեցու գլուխն է։ Նաեւ մեծ չափազանց մեծ խնդրեմ որ ունին հիմա եւ որ հիմա կա Չարլզը մահանա տղան որ իրեն տեղը բիդարն է Աստծո չի հավատար։ Եվ Աստծո չի հավատացողը պիտի լա իրեն եկեղեցու գլուխը բավականին խնդիր է, չէ՞։ Ուրեմն ոչ ոք չի կարող հավատալ միայնակ ու ինքնուրույն, ինչպես ոչ ոք չի կարող ապրել միայնակ ու ինքնուրույն։ Մենք հավատքը ընդունում ենք եկեղեցուց եւ ապրում հավատքը այն մարդկանց ընկերակցությամբ, ում հետ կիսում ենք մեր հավատը։ Ուրեմն եկեղեցին գործը մեզ այդ բանը գեղձիկներից եւ սխալ կապարներից այդ ամենից ուշադրության կանչե, որ չընկնենք այդ բոլոր սխալների մեջը։ Սա եկեղեցու գործը։ Եվ եկեղեցին, որ մեզ սովորեցնում է, շատ բաներ կա, որ մեզ ազատ կթողնի մեկ ծև կամ մյուս ծև մեկնաբանել։ Բայց ինչ որ անհրաժեշտ է, այդ ամենը պետք է սկիզբեն կամ վերջավորության եկեղեցին որոշի։ Հիմա անհրաժեշտությունը։ Գիտեք, մեր ամբողջ եկեղեցու ամենամեծ աստվածաբանը, որ երբևիցե ունեցել ենք, Թոմաս Ակվինացին է։ Եվ Թոմաս Ակվինացին չէր հավատալ անհրաժեշտության։ Եվ այդ ժամանակ ասկե 800 տարի առաջ եկեղեցին չէր ստիպել որևէ մեկին որ հավատա։ Գային աստվածաբաններ, ժողովուրդ, որ հավատար, բայց ուրիշ մասեր չէին հավատար։ Եվ եկեղեցին թողեց, մինչև որ ժամանակը հասնացավ եւ եկեղեցին ասեց, որ չէ, այլևս պիտի հավատաս։ Եթե կաթողիկե հավատքը կուզես շարունակել։ Միշտ կամեն։
Մարիամի վերապոխումը։ Սա մեր օրոք է, իմ օրովս է, 1959 է, որ եկեցին, ասես որ չէ, պիտի սկսիս հավատալ, որքան որ 301 թվականին, երբ որ Գրիգոր Լուսավորիչը ընդունեց քրիստոնեությունը եւ ինքը եղավ Հայաստանի առաջին կաթողիկոսը, ինքը հավատում էր վերապոխման եւ նաեւ Էջմիածնի եկեղեցին շինեց եւ վերապոխման անունը տվավ, որովհետեւ հավատում էր այդ բան եւ նաեւ փյուրավոր մարդիկ հավատացին այդ վերապոխման սկիզբեն, բայց եկեղեցին մարդկանց ազատ թողած էր մինչև 1950-ը եւ 1959-ը որ եկեղեցին բանալավոր այլևս պետք է հավատանք ասես ամոր վերապոխմանը եւ մինչև այսօր եւս շատ խնդիրներ կան, որ եկեղեցին չի խոսում եւ այս ամենը մասին երկրորդ բանը Վատիկանյան ժողովի մեջը 1960-ական թվականին երբ այդ ժողովը տեղի ունեցավ եպիսկոպոսներին մեջ կարդինալների մեջ որքան անհամաձայնություն կար որոշ բաների մասին եւ բաներ կա որ համաձայնության եկան, բայց ուրիշ բաներ կա, որ համաձայնության չեկան դեռ։ Եվ երկու գաղափարները ընդունված են եկեղեցու կողմից։ Երբ որ կխոսենք մեր հավատամքի մասին երբ որ ասեմ հավատամք մամիջապես կմտածեք հավատամքի մի ասած այդ տավանանքը որ մենք ամեն անգամ որ բادرքի երթանք բادرքի ժամանակ մենք դա գրկնում ենք բայց ինչու մենք ունենք այդ տավանանքը ինչ է բուն պատճառը հավիտենականության կյանքը ինչ է հավիտենականության կյանքը այդ կյանքն է որ մենք աշխարհիս վրա սկսել ենք ունենալ որովհետև սա ժամանակի հետ փորձ չունի որ ասենք որ մեր կյանքը պիտի վերջանա որովհետև հավիտենականության մեջ մտնենք ոչ այնքան դարբեր հարթակ է որ աշխարհիս մեջ ապրելով մենք կարող ենք այդ հարթակին մեջ լինել եւ Հիսուս ասում է Հովհաննեսի ավետարանի մեջը սա է 17-րդ գլուխ սա է հավիտենական կյանքը որ հավատան քեզ ով հայր եւ հավատան նրան ով դու ուղարկեցիր սա է հավիտենական կյանքը այսինքն մեկը որ հավատում է ունի այդ հավատքը եկեղեցու հավատքը եւ հավատում է ուրեմն ինքը ունի այդ հավիտենական կյանքը իր մեջ ինքը ապրում է հավիտենականության մեջը եւ այդ հավիտենականության մեջ ապրելու համար երկու բան որ մենք պետք ունենք մեկը հավատալ Աստծուն մեկը իսկ ամեն լինել շնորհքի վիճակի մեջ այսինքն մահացու մեղք չունենալ եւ որ մենք մահացու մեղք չունենք մենք եւ հավատում ենք շուտ ուրեմն մենք ապրում ենք երկու կյանք մեկը աշխարհի կյանքը որ ժամանակ է եւ անցնում է իսկ մյուսը ժամանակի հետ կորց չունի եւ հավիտենականություն է եւ հավիտենականությունը Հիսուս ասում է որ հավատալ Աստծուն հավատալ որ Աստծուն եւ նրան ով ինքը ուղարկեց ուրեմն ինչ պետք է հավատքը պետք է եւ այդ հավատքը մեզի դալիս է սա է ամբողջ քրիստոնեականը սա է որ պիտի մանրամասն զննենք հասկանանք
Պիտի հասկանանք, թե ով է Հայր Աստվածը, ով է Որդին եւ ով է Սուրբագին, այդ հավատքը պիտի ունենանք մեկ ամեն, եւ երբ որ այդ հավատքը ունենք, եւ մենք ուրեմն որպես հետևանք այդ հավատքին, որ մենք ունենք, մենք կմգրդվենք եւ ահավասիկ մենք կունենանք հավիտենական կյանքը մեր մեջ։ Ուրեմն ինչ որ պետք է մենք կողմեն հավատալ վարասը եւ մյուս կողմեն մգրդվել, որբեսի մգրդությամբ մենք լինենք Աստծո ընտանիքի անդամներ։ Լավ, այսօր ասկան, հարցումներ ունեք։ Նոր են ձեզանից խնդրում եմ, որ ամեն անգամ թուղթ մադիդ ունենաք, կրեք, որովհետև ես ապահով եմ, որ ձեր մտքեն որոշ հարցեր անցան իմ խոսած ժամանակս, եթե դուք ոնդեղ նստել եք և որ պետք է որ նստած լինեք և սեղանի մոտ և գրիչը ձեր ձեռքին բզդիկ նոտաներ առնեք և հարցումներ, որ գալիս են, այդ հարցումներին աշխատիկ գրել, որպեսզի հարցնեք։ Հայր Անտոն, ինձ մոտ այս ձևի հարց ծագեց, եթե մենք մկրտված ենք, մկրտություն ընդունել ենք, ու մեր մեջ այդ հավատքը չկա, դա ոնց պետք է բացատրեք։ Այսինքն ես մկրտված եմ, եկեղեցի գնում եմ, բայց մայրամասվածազնա վերափոխմանը ես էլ այդ աստիճանի հավատքը չունեմ, ինչքան էլ լսում եմ, բայց կասկածը մեջս կա։ Այդ հարցումին պատասխանը իրավես բարձ է։ Այսօր, երբ որ մենք խոսենք գիտության մասին, ընդունում ես այդ ամեն ինչ որ գիտությունը ասում է։ Այո, հղիությունն էլ եմ ընդունում, Հիսուսի համբարձումն եմ ընդունում, ամեն ինչ եմ ընդունում։ Մորցիր գրանքը։ Մորցիր գրանքը։ Գիտությունը, խոսքս գիտության մասին է։ Գիտությունը մեզի ինչեր ու ինչեր ասում է։ Կավադաս իրենց ամեն ասածներին։ Այդ բաներ, որ մենք չենք տեսնել։ Ոչ, ամեն ինչը չեմ հավատա։ Եվ որքան որ չենք հավատար, կհավատանք, կընտրենք հետևանքները, չէ՞։ Այո, վերափոխման եկեղեցիներ եմ գնում, տոնն է ընդունում եմ, բայց հոգուս խորքում ինչ-որ կասկած եմ զգում։ Անիկա հոգու դեպը գործ չունի, ուղեղի դեպը գործ ունի։ Այնպես չէ։ Ուղեղը դե որ քեզ ասում են, որ սա հոգիս է տրտում ուղեղիս, չեմ կարող բացատրել։ Սուրբ հոգու նշանն է, ես չեմ կարող բացատրել, թե ինչից է, որ քիչ է հավատը։ Ուղեղը քեզ ասում է, որ հնարավոր բան չէ, որ այդ վերափոխումը տեղի ունեցած լինի։ Երևի, ես առաջի անգամ որ լսել եմ, որ մայրամասվածազինը վերափոխվում, երևի 20 տարեկան էի, բայց ես 7 տարեկանից սկսել եմ եկեղեցի գնալ, առաջի խոստովանանքս խոստովանել, ինչու մինչև 20 տարեկան եմ առաջի անգամ լսել, որ վերափոխվում է, հիշում եմ այդ օրը, դաժե սկսեցինք վիճել, ես ասում եմ, չէ, ասում են, հա, ոնց չէ, մինչև հիմա այդ կասկածը այդ ձևի մեջս մնացած է։ Ոնդեղ նորեն քեզ ասեմ, իմ պատասխանը այդ բաները, որ եկեղեցին սովորեցնում է, եւ ես չեմ կարող ընդունել, ես ասում եմ, որ
ասած եմ, չեմ կարող հասկանալ, բայց քանի որ քու եկեղեցիդ ինձ ասում է, որ սա ճշմարտություն է, ես ընդունում եմ դա որպես ճշմարտություն։ Իմ խելքս չի հասնում, իմ խելքս չի ընդունում։ Բայց Նույնը այո, քանի որ քու եկեղեցիդ, որ դու հիմնեցիր, քու եկեղեցիդ է, որ ինձ սորվեցնում է, եւ ոչ միայն սորվեցնում, այլ նաեւ բանջում է, որ ես հավատամ այս ճշմարտության, ուրեմն ես հավատում եմ։ Որքան որ չեմ հասկանում։ այո, նույնն էլ Վարդարանի աղոթքը։ Վարդարանով աղոթում եմ, չեմ ուզում չաղոթած լինեմ, բայց որ աղոթում եմ եւ ասում եմ, հիմա ինչ է, կեղծավորություն, թե հավատքով աղոթք, չեմ զգա էսի, չեմ կարող բացատրել դին մեջ ինչ է կատարվում։ Ոնց մի քիչ տարբեր է հարցը եւ նորեն բարձ է, այն է որ եղել են անցիկ պատմության մեջ, որ այսինքն սրբակյաց անձնավորություններ են, բայց իրենք Վարդարանը չեն սիրած աղոթել։ Բանն սրա մեջը մեծ խնդիր չի գա։ Իսկ մյուս կողմեն մենք ունեցել ենք եւ ունենք Հռոմի Բաբերի մեծամասնություն եւ քանի սուրբեր Padre-Pio-ն որ կա օրական չեմ գիտեր քանի անգամ Վարդարանը աղոթում էր, քանի անգամ աղոթում էր եւ իրեն համար չափազանց ուժեղ մի զենքեր այդ Վարդարանը աղոթելը եւ երբ որ Վարդարանը աղոթում ենք դժբախտաբար ինչ որ քեզի սորվեցած միայն քեզի չէ ինչ որ ժողովրդին սորվեցած են այդ աղոթքի կրկնությունն է առանց բացատրելու որ փունը այդ աղոթքը որ բացատրվում է եւ կրկնվում է պիտի մտածենք ոչ թե ողջույն քեզ Մարիամ ասած ժամանակ այդ ողջույն քեզ Մարիամի մասին մեկ կմտածես միայն իսկ մնացած ժամանակը ամեն դուն որ աղոթում ես խորհուրդ կա ավետարանի խորհուրդներն է որ բանն այսօր երեքշաբթի է ուրեմն առաջին խորհուրդը որ այսօր Վարդարանը աղոթելիս մտածեցի Հիսուսի Պանդարաբանկը չէ դա լադիներուն կողը տարբեր լադիներուն կողը երեքշաբթի օրը տրտմության խորհուրդներն է իսկ Հայաստանի մեջը մենք ավելի երեքշաբթի օրը paralelավորությանը կաղոթենք ես ավելի լադինականին արևմտյանին գետևին ուրեմն այսօր ինձ համար առաջին դունը մտածում էի Հիսուսի չարչարանքը բաննա Գեթսեմանի բարձում երկրորդ դուն աղոթած ժամանակս մտածում էի Հիսուսի ցալգվելու մասին երրորդը Հիսուսի բաննա բուշեբսագը չորրորդը Հիսուս իր խաչը գրում է հինգերորդը Հիսուս խաչվում է եւ մահանում է խաչին վրա ուրեմն երբ որ ես միտքս ոչ թե ողջույն քեզ Մարիամները միայն գրկնում եմ այլ միտքս գնում է եկեղեցու խորհրդին ուրախության խորհուրդները տարբեր են անշուշտ ինչ չէի մտածել այդ մասին բայց ճիշտ ասե որ չունեցանք մենք այդպիսի անցիկ որ մեր ժողովրդին բացատրե այս ամենը ես անցամբ այսինքն նորեն երբ որ բզդիգ էի Վարդարանը անպայման ամեն օր ընդյանյոք մենք կաղոթեինք բայց միայն երբ որ քահանայության գնացի այդ ժամանակ հասկացա որ Վարդարանը ինչ է ես էլ հավատով Խոստովանիմը հավատով Խոստովանիմը ինձ համար մի հրաշալի աղոթք է անշուշտ ավելի լավ է ես 3 անգամ հավատով Խոստովանիմ կարդամ քան թե մի անգամ Վարդարանով դրա համար որ նո
հավատքս եսիմ չեմ աղոթում եմ, վարդարաննել եմ աղոթում, բայց ոչ հոգուս խորքով։ Նորեն եկեղեցին ազատ գտողնի մեզ, որբեսի մենք որոշենք, որ մենք աղոթներուն ավելի կարևորություն պիտի տանք, կարևորը միայն մեկ բան է, որ մենք բادرակին ամենամեծ կարևորությունը բادرակին պիտի տանք։ Մնացածը աղոթներ որ գսենք, աղոթներ որ կաղոթենք, անիկա ամեն մեկուն խառնվածքին հետ կապված բան է։ Եվ ասած երբեք մեզ չի տադեր ինչու այս աղոթ կարիր եւ ոչ թե մույսը։ Ես շնորհալու եւ առավոտ լուսոն միշտ կսեմ, ինչպես նաեւ աշխարհամենայն անյալ ես միշտ կաղոթեմ եւ հավատով խոստովանիմը համարի ամեն նոր կաղոթեմ։ Ես էլ եմ աղոթում։ Լավ, ասիկա Նույններ վարդարան ամեն օր աղոթում եմ։ շատ լավ ես անում։ Հիմա բզիկ բան վիդեո պատրաստում ենք վարդարանի մասին, կուսամ մինչև 10 օր պատրաստ կլինի։ Միջև պատրաստ պետք է լար, արդեն պատրաստ է միայն թե մեկը կպնդրեմ, որ լավակույն ձևով կարտա, աղջիկ կպնդրեմ, որ լավակույն ձևով կարտա և բան նկարահանում պիտի լինի։ Կուսամ մի քանի օրեն անյալ կազմակերպեմ։ Շատ ուրախ ենք։ Okay, ուրիշ հարցում։ Մի սպասեք, որ ուրիշ հարցն է, դուք հարցրեք։ Սպառած են հարցումները, ուրեմն ես ալ բարի գիշեր կսեմ։ Բարի գիշեր, Վարդապետ ջան։ Բարի Բարի գիշեր։ գիշեր, բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր։